Գարչան դանդաղելու հետ կապված կուզեմ անդրադառնալ եւ մնացած հարցերին նույնպես նախ փոփոխությունները ահռելի են երթևեկության մասով եւ գրեթե առնչվելու են ամբողջ փոքր կենտրոնին դրանով պայմանավորված մանրամասն ուսումնասիրություն է իրականացվում արդեն իսկ սկսել են որոշակի փոփոխություններ կատարվել նշված մեծ նախագիծը կյանքի կոչելու համար մասնավորապես Մաշտոցի պողոտայում Խորենաց եւ Զաքյան խաչմերուկներում ցախ շրջադարձի արգելը հենց հիմքն է այս փոփոխությունները սկսելու համար, որովհետեւ պլանավորվում է Մաշտոցում նշված հատվածում ավտոբուսային գիծը լինի երրորդ երթևեկելի գոտում, սենց դետալներում չանդրադառնամ, ինքը մեծ փոփոխություն է, ինչպես նաեւ անդրադառնալու է Սարյան փողոցում որոշակի երթևեկության փոփոխության, ավելի մանրամասն ենթադրում եմ կներկայացնենք, ինչպես նաեւ հայտարարությունների Միանգամից ասեք, պարոն Հարությունյան, կծկտուր պետք չի տալ ինֆորմացիան, ամբողջը ասեք, ինչ է Սարյան փողոցում լինի։ Սարյան փողոցում պլանավորվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն, մասնավորապես Սարյան փողոցը պլանավորվում է միակողմանի երթևեկություն, որին հակադարձողությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով Մաշտոցում ցախ երթևեկելի գոտիները փակվել են, որպեսզի Մաշտոցում ուղիղ անընդհատ երթևեկը շարունակվի ապահովել, ինչպես նաև պլանավորվում է, որպեսզի ավտոբուսային գիծը Մաշտոց փողոցից մուտք է գործելու Խորենացի փողոց, Խորենացու փողոցից Իտալիա եւ Բեյրութ փողոցներով գալու է Արգիշտի փողոց եւ կամրջով մուտք գործի դեպի Իսակովի պողոտա։ Մի շարք փոփոխությունների երթևեկության կազմակերպման ակնկալվում նաև Խորենացի փողոցում, մասնավորապես կանոնների արգելք է սահմանվելու տվյալ հատվածում, որպեսզի առանձնացված երթևեկելի գոտին անարգել աշխատի։ Փոփոխությունները երթևեկության կազմակերպման նախատեսվում Գրիգոր Լուսավորիչ փողոցում, քանի որ այս փոփոխության նպատակը ավտոբուսային գծերի մասով հիմնականում միտված է նրան, որ ընդհանուր երթևեկությունից առանձնացվի հասարակական տրանսպորտը եւ ավելի հեշտ տեղաշարժ ապահովի հասարակական տրանսպորտի համար, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հոսքերը մասնավորապես Գրիգոր Լուսավորիչի հատվածում նաեւ պլանավորվում է, որ դեպի կամուրջ երթևեկեն Գրիգոր Լուսավորիչից Մաշտոցի գետնանցման վրայով այդ ուղղությունն է պլանավորում տալ, այսինքն փոփոխությունները շատ մեծ են, ավելի մանրամասն ենթադրում եմ առաջիկայում սխեմաներով նաև կհրապարակվի ըստ փողոցների, ըստ ուղղությունների, ըստ մանրակրկիտ փոփոխությունները ներկայացնելով։ Ինչ վերաբերում էր հարցը կարմիր հեծանվային երթուղիներին եւ այլ ընտրանքներին, սրա մասով պետք է հայտնեմ, որ աշխատանքներ են տարվում Իլ-դե-Ֆրանսի մեր գործընկերներին հետ համատեղ Իլ-դե-Ֆրանսի գործընկերները իրականացնում են հետազոտություն եւ հարցումներ Երևան քաղաքում, որով հարցումների արդյունքում պետքա ձևավորվի այլընտրանքային տրանսպորտային միջոցների մատրիցա ըստ ուղղությունների, որը մեզ հնարավորություն կտա Երևան քաղաքում ըստ պահանջարկի ձևավորել երթուղիներ, մասնավորապես հեծանվային եւ ինքնագլդորների մասով, որը կիրառելի կլինի եւ արդի կլինի այսօրվա պահանջին։